Ուշադրություն, սերիալի դրվագների ամբողջական ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմո նյութերը, որոնց տարածումը խրախուսվում է եւ թույլատրվում է միայն սերիաների եթեր գնալուց հետո։ Դավոն։ Կար, ես չգիտեմ, կարի անկեղծ չեմ հասկանում ինչա կատարվում, ախր ես այնքան էի մտածում, որ այդ մարդը, այդ գրողը մեզ անծանոթ մարդը լրիվ։ Կարող եմ Մհերը մի բան սխալ է ասել, կամ դու ես մի բան սխալ հասկացել, չգիտեմ։ Դավիթ անվան մեջ, որ մասը կարելի էր սխալ հասկանալ։ Չէ, այստեղ թարմանալ է պետք։ Մի րոպե, ուղեղս կախեց։ Սամջան ինձ 2 հատ սառը կինզա տուր, էլի։ Որ տեսակից տամ, կոլա, ցիտրուս, նուր թե նարինջ։ Կոլան ու նարինջը տուր։ Մերսի։ Սպա լարված եք երևում, ու բան չի եղել։ Չէ, նորմալ է։ Հեսա ես կխմենք, ծախ տեղը կընկնի։ Կինզան այդ հարցումն ավ օգտում է։ Հիմա այս ինֆորմացիան պետք է մարսենք ու հետո Բելային պատմենք։ Ինչ անենք, պատմենք։ Ապա հո գախնի չենք պահելու։ Կար, մենք չենք կարա տենց բան անենք։ Ինչի։ Պատկերացնում ես մասշտաբները, Ինեսան իմանա, հետո Լևոնը իմանա, հետո Մերսը իմանա։ Վրդո լավ չես։ Հիմա ինչ ես առաջարկում։ Ոչ Բելային պատմենք, ոչ էլ Դավոյին ասենք, որ իրարածը սխալ էր։ Կարենք ու կարծիքով Դավիթը մեր բացատրությունների կարիք ունի։ Հետո տես նամակների թեման արդեն փակ է, էլ չի էլ գրվում։ Էլ թող մեզանից մեծ պատմություն չսկսվի, էլի կարեն կռվի հավես չկա։ Այդ կռիվը մեր խնդիրը չի լինելու, Դավոյի խնդիրն է լինելու։ Այդ կռիվը սաղ դասարանի խնդիրն է, Կարեն։ Չէ, վրդո։ Բելան պիտի իմանա սրա մասին։ Կար։ Ինչ վրդո։ Պիտի իմանա։ Շաքեն նրա խառես պատմության մեջ։ Շաքեն իմացել է, Մհերին ասել է, որ կասի Բելային, բայց խաբել է, չի ասել, թողել է, որ Դավոն էս ամեն ինչը անի։ Շաքեն տենց բան արել։ Հա, ու պարզ է թե ինչի համար է տենց բան արել։ Հիմա պիտի արդարացնես։ Կարեն չեմ արդարացնում։ Պատկերացնում ես, որ իմանան ոնց կվերաբերվեն Շաքեին։ Բելան մեր ընկերն է, հասկանում եմ, բայց այս նամակների թեման փակ արդեն էլ չի գրվում։ Եթե sense բան շարունակվեր, ես sense չէի թույլ տա որ լինի, բայց թող անցնի գնա էլի։ Իմաստ չունի էլի Շաքեի կյանքը անիմաստ բարդացնել։ Այսինքն որ Շաքեն Բելայի կյանքներ բարդացնում այդ հեչ։ Պիտի հիմա Շաքեի մասին մտածենք։ Կարեն, ես չեմ կարող այնպես բան թույլ տամ, որ Շաքեի համար վատ լինի։ Ես ի վիճակի չեմ։ Վրդո դու ուղղակի շատ բարի ես։ Բայց ուրիշները մեր հանդեպ տենց բարի չեն։ Ինչ անենք, նմանվենք իրանց։ Վրդո ես քեզ զգուշացնում եմ։ Եթե Շաքեն կամ Դավոն մի անգամ էլ Բելային անհանգստացրեցին, սաղ դասարանը իմանալու է։ Ադե ինձ խի ես դնում ես վատ դրության մեջ։ Ավելավը չասեիր։
Ախպերս, ես ոնց աստես։ Ինձ է սպասում։ Բան ա եղել։ Չէ, նորմալ է սա։ Էլա ճիշտն է սա։ Շաքեի հետ է կապված։ Չէ, Բելայի։ Այո, օրը սարև։ փոխի թեման։ Լավ, ասա ինչ կա, ինչ ա եղել։ Ախպեր լուրջ նեղվում եմ, որ չես վստահում ինձ։ Ես կանեմ ինձ պետք եղած վախտը լուրջ պայեմ։ Ասա տենամ ինչ է կատարվում հետդ։ Ախպեր, в общем, չգիտեմ, գնամ դասարան որտեղ նստեմ։ Որ ասեմ գլխիս կհավատաս։ Ապ ուշելի։ Դա պրոստը չեմ հասկանում ինչու նա խնդիրը։ Հաստատ ազատ աթուր կճարվի կնստես։ Բելայի կողքը նստեմ, թե չէ։ Դե եթե նորմալ է սա, ինքն է գա դասի։ Հա, նստի ինչի չէ որ։ Ամել անգլենի գրավորում են, կողքի կգրես։ Հարցն էլ հենց էտա, որ չեմ ուզում օգնի։ Գիժես։ Ինձ ասա ես նստեմ ինձ կօգնի։ Լավ, հասկացա։ Եթե քեզ չի օգնում, ուրիշ ոչ մեկի չի կարող օգնի։ Տենց մի բան։ Ախպերս դե ուրիշ հարց կա, բայց ճիշտ է քեզ քիչ է հետաքրքրի, բայց կասեմ։ Շակ եմ։ Մելս, դու առաջ շաքեի կողքին չէիր նստում, որտեղ ուզում նստում էիր։ Հիմա ես քանի օր է շաքեի կողքին ես նստում, ու եթե տեղդ փոխես հաստատ կնեղվի։ Եթե իհարկե նշանակություն ունի քո համար։ Բնականաբար նշանակություն ունի դավո։ Դե ուրեմն թարգետ անհասկանալի հարաբերությունները Բելայի հետ ու կենտրոնացի նրա վրա, ինչը իսկականից կարևոր է քո համար։ Ախր չեմ հասկանում ինչի համար ես տանջվում։ Բելան է էլի։ Արի լավ ուշացանք, արի։ Տեսեք, այստեղ բոլոր մանրամասները կան։ Արսեն սա պիտի ուսումնասիրեն ուսուցիչները, աշակերտները եւ ծնող կոմիտեն, ես այդքան ժամանակ չունեմ։ Բայց եթե դուք եք գալու, պիտի նայեք։ Բայց ես չասացի, որ գալու եմ։ Կներեք, ես ուղղակի ձեզ չասեցի, որովհետև այս առաջարկը գործում է միայն այն դեպքում, եթե դպրոցի տնօրենը ներկա է գտնվում։ Ինչու, Արսեն։ Որովհետև տնօրենին հնարավոր է դպրոցից դուրս հանդիպել միայն այն դեպքում, եթե շուրջը աշակերտներ կան։ Ես էլ եմ գալու։ Ես դա արդեն հասկացա։ Հավատացեք, համ աշակերտների համ լավ կանցնի, համ ուսուցիչների, համ էլ ձեր։ Լավ, ես կմտածեմ, Արսեն, իսկ հիմա խնդրում եմ գնացեք, որովհետև ես դեռ շատ գործեր ունեմ։ Ուրախ եմ ձեզ տեսնել, Տիկին Տոնոյան։ Ընկեր։ Լավ, ընկեր Տոնոյան։ Լավ, ստեսություն։ Ստեսից։ Ասա Ստեփանովնա։ Շտապում եմ։ Ասա ջան, գալիս ես մոլորակից դուրս կգաս։ Ինչ եք նայում։ Մի բան արեք։ Ասա ջան, բայց դե ախր Մի հատ էլ կգաս մոտս մի բան կխնդրես։ Մելս Դավիթ, անցեք դասարան։ Ընկեր շալոց մենք բան հարցնենք էլի։ Ասիա Սրապյոնովնա, ես մի հատ տղաներին տեղավորեմ դասանում, հետո գամ ձեզ կարևոր բան ունեմ ասելու, հա։ Ես շտապում եմ։ Ասիա, ընկեր Շալունց, ինչ լավա տեսած ես, մի հատ կարևոր հարց ունեմ։ Ես է բան պետք է հարցնեմ։ Այս վզիս հատվածը ֆիզկուլտից։ բայց հերքը դիչոզը տղա ջան, Այս վզիս հատվածը նենց, հա ցավում է։ Որա մեջնալ, հազա 20 հատ ես արվում։ Ընկերատոյան, ձեր գիրքն եմ վերել։ Ապրես։ Կազմեցիր կոնսպեկտները։ Հա, կազմեցի։ Իդեպ, այդտեղ մի լուսանկար կար։ Ինչ լուսանկար։ Սա։
Ուրեմն սա այստեղ եմ, հա, ես դրել։ Ինքով է։ Ոչ մեկի չես նմանեցնում։ Չէ։ Սա իմ տղան է։ Իսկ ինչով է զբաղվում ինքը։ Քեզ հետաքրքիր է։ Ուղղակի հետաքրքիր է ձեր նման խիստ մամայի կողքին ինչով է զբաղվում տղան։ Նա կարող էր փայլուն ֆիզիկոս լինել, նաև պատմաբան, հիանալի լեզվաբան կարող էր լինել, բայց ընտրեց բժշկությունը։ Արդ երկիր մեկնեց սովորելու, հետո մնաց այնտեղ աշխատելու նաև։ Փաստորեն Հայաստանում չի ապրում։ Դրսում է աշխատում։ Աշխատում էր։ Քովիդի համաճարակի ժամանակ 2 շաբաթ շարունակ մնաց հիվանդանոցում, կյանքեր էր փրկում, բայց իր կյանքը չկարողացան փրկել։ Նա զոհեց իր կյանքը, հանուն իր մասնագիտության, հանուն իր տված երդումի։ Ցավում եմ։ Շատ եմ ցավում։ Դուք շատ ուժեղ եք։ Շատ ուժեղ։ Գուցե մի օր ես քեզ ավելին պատմեմ։ Լավ, դու գնա արդեն։ Մի տխրեք, հա։ Ես քեզ իհարկե մի օր ամեն ինչ կպատմեմ։ Ամեն ինչ։ Լուրջ եմ ասում, սաղակիտեն հոբորս տղան է նկարել։ 5 տարի հետո խոստովանցի որ ես էի։ Այս խիսան սուս մնացիք քաղաքում բան եք, հա խոսում։ Ես գնամ տնամ ինձ նուրա։ Բերե ջան, անգլերենի դասն սուր կողոտ մարդ չկա նստող։ Կա ես նստեմ մի քիչ կօգնես էլի։ Դավո դու вообще ուզում ես անգլերենի դասին ներկա լինես։ Լավ, հասկացա։ Ես կօգնեի գրավորը։ Ես մի բան կանեմ։ Ինձ թվում էր, որ Նորմալ է, ես կգրեմ բելա։ մի տեսակ ես։ Չէ, նորմալ։ Բա ինչի ուշ եկար, քնած էի մնացել։ Չէ, շուտ է եկել։ Դպրոցի դեմն էի։ Դաժե տեսա թե դու ոնց եկար։ Հա։ Հա դե, զբաղված էիր չնկատեցիր։ Հա, բայց ես զբաղված չէի, ոնց չեմ տեսել։ Հա դե որ Լևոնը տարածքում ալնում, դու էլ ոչ մի բան չես տենում։ Ինչի ես տենց ասում։ Էլ բան չեմ ասի բելը։
Ինչու ես տեղը փոխել։ Անցած ժամին դասատուն ստեղը ստացրեց, դրա համար է ստեղ մնացի։ Բարդ է։ Miss Lara Jan, can I ask a question? Եթե հարցը տել ես անգլերեն տալու, ուրեմն այո, կարող ես։ Do you make me feel too beginning? Հա, վերջ երեխեք։ Չեմ կարողանում կենտրոնացել ձեր գրավորի վրա։ Դասին 10 րոպե մնաց։ Միս Լարա, որ խնդրեմ կմտնեն։ Այո։ Ես մեկը չեմ հասկանում։ Տեսնեմ։ Էս ի՞նչը։ Ինչ ես անում։ Անգլերենն է։ Բա քեզ ինչ թվաց։ Ես քեզ կօգնեմ։ Ես ոչ մեկից օգնություն չեմ ուզել։ Մեզ։ Վերջ։ Հա, Հաստատ։ հաստատ։ Մենք մոտորերս կարող ենք կրկնել։ Երբ քեզ հարմար։ Կարելի է։ Մի օր երեկոյան 10-ից հետո կարելի է։ Դավիթ, ինչ-որ բան է պատահել։ Չէ, եկե Ստեփանյան, Մաթեմի հետ կապված երկու հարց ունենք Գալախանյանին։ Դե լավ, ես գնամ, դուք խոսեք։ Ինչ։ Երկար եմ սպասելու հարցիդ։ Չէ, մի րոպե։ Եկեք ուղղակի մի հատ մտքից մեզ ձևակերպեմ, էլի։ Այ որ գլխիդ մեջ կձևակերպես կգաս։ Ում հետ էր ավելի հետաքրքիր։ Ընկեր Ստեփանյանի, թե Միս Լարայի։ Դե ո՞նց հասկանանք ընկեր Գալախանյան։ Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Դե լավ, ընկեր Գալախանյան։ Արի ուղի խոսենք։ Նենց է ստացվել, որ ես երկու օր իրար վրա ձեզ եմ տեսել։ Մեկ Միս Լարայի հետ, մեկ ընկեր Ստեփանյանի հետ։ Ուզածդ ինչ է։ Հեչ, այ որ մի երկու բար գնահատականս ավել նշանակեք, եթե երիքա։ Դե նեցա որ Միս Լարային էլ ասեմ երկու բալ ավել նշանակի այնքան շնորհակալ կլինի, նույնն էլ ընկեր Ստեփանյանը։ Նենց որ առաջին առաջարկը ձեզ եմ անում, դուք որոշեք։ Բարձր գնահատական ես ուզում կստանաս։ Բայց ես այս ամեն ինչը չեմ մոռանա։ Ես էլ չեմ մոռանա, ընկեր Գալախանյան, որ մոռանաք եք հիշացնեմ։ Հիմա այն ժազին չասենք։ Իսկ թվում է ինչքան քիչ մարդ իմանա, այդքան ավելի լավ կար։ Բայց ես մի հատ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ։ Դավոյի մի ձև հասկացնենք, որ մենք գիտենք։ Ինչի համար։ Դե որ զգուշանա, որ ու մտքով տես բան չանցնի։ Այսքանից հետո մտածում եմ, տես բան չի ելանի կար։ Բայց հիմա մտածում եմ, որ արածը մարսել է։ Իսկ որ իմանա մենք գիտենք, արդեն կզգուշանա, կվախենա տես բան անի։ Համել հաստատ չի ուզենա Մելսը կամ Բելան իմանան։ Կար չգիտեմ։ Ես մտածում եմ այս թեմանա, որ պետք է ուղղակի մոռանալու տան կանցնի գնա։ Պատկերացնում ես, որ Մելսը իմանա, որ սա Դավոն է արել։ Բելան Մելսին մեղադրում է Դավոյի արածի մեջ։ Մի հատ պատկերացրա։ Եթե Մելսը իմացա, որ սա Դավոն արել, ինչ կլինի։ Ես չգիտեմ։ Ես հասկանում եմ, որ դու ուզում ես Դավոյի համար վատ լինի, բայց ախր սենց Մելսին էլ ենք է վնասում։ Ու Շաքեին։ Մտքինդ մի անգամից ասա։
ես քեզ այնց երբեք այդ չեմ թաքցրել կար։ Լավ, հիմա ինչ ես առաջարկում, Դավոյինը բան չասենք։ Դե խոսակցականի համար շատ կինոներ նայեք, լուրջ շատ է օգնում։ Հա, օրինակ ես հիմա փորձում եմ սուբտիտրերով նայեմ, բայց կեսից հասկանում եմ, որ էլ չեմ նայում, մենակ կարդում եմ։ Ոայ ես էլ, ու ստացվում է կինո չեմ նայում, կինո եմ կարդում։ Դե, իրականում այդ այդքան էլ հեշտ չի։ Դրա համար ժամանակ է պետք։ Իմ կարծիքով պետք է սկսել ավելի հեշտ բաներից, օրինակ մուլտերից։ Երեխեք, այս ինչ եք խոսում։ Անգլերենից։ Ես գնամ, հա։ Սյուզ խոսի էլի։ Լավ էլի սյուզ, մի գնա։ Չէ, լավ է գնամ։ Երեխեք, մեզ մենակ կթողնեք։ Բել գիտես, Լևոնն ուզում է ինձ իր մամայի հետ ծանոթացնի։ Լուրջ, բայց այդ շատ լավ է, չէ՞։ Դե չգիտեմ, նենց վախեցա, անհանգիստ եմ։ Ինչի համար։ Դե որովհետև առանց դա մամային էլ խաբում եմ, իսկ սենց գնալով սուտ ավելի է մեծանում։ Բայց որ չգնաս, Լևոնը կներվի, չէ։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ ինչ անեմ։ Ուզում ես ես ասեմ ինչ եմ մտածում։ Հա։ Ինձ թվում է, որ պետքա մամայի ճիշտը ասես։ Դե սենց ճիշտ չի խաբել, ինչքան պետքա խաբես։ Չգիտեմ, Բել, տենց մաման ավելի կջղայնանա։ Անգամ դպրոցս կփոխի, որ Լևոնին չհանդիպեմ։ Դե եթե ուզեք հանդիպել, դպրոցը փոխելով էլ կարող եք հանդիպել։ Չգիտեմ, ամեն ինչ այնքան բարդ է։ Դե լավ, կարևորը որ սիրում եք իրար։ Լիսի, գիտես այսօր ընկերաթվանի մասին ինչ եմ իմացել։ Ինչ։ Պարզվում է իր տղան մահացել է։ Ու այդ սառը ջղային կնոջը առաջին անգամ տեսա հուսահատված։ Ինչ ոտ բան է եղել։ Բայց քեզ ինչի էր պատմում։ Դե տենց ստացվեց։ Այդ կարևոր չի։ Ես չդիմացա ու գրկեցի իրան։ Լուրջ։ Բա ինքը չջղայնացավ։ Չէ, ընդհակառակը։ Երևի բոլորին մեկ-մեկ պետք է գրկել։ Ես փաս։ Ես այդ դասարանի հետ արշավ չեմ գնա։ Մարթա, դա քո դասղեկական դասարանն է։ Ընկեր Տոնայան, բայց դա ժամանակավոր էր։ Դուք ասել էիք ընդամենը 1 ամիս ու 1 ամիսը անցել է։ Մարթա, ես հիմա ոչ մի հարմար տեխնացու չունեմ։ Ոչ մեկ չկա, որ ես իրենց դասղեկ նշանակեմ։ Եվ ի վերջո նրանք քեզ շատ սիրում են։ Ճիշտ է, քեզ իրոք սիրում են։ Չի կարող դասարանն առանց դասղեկի արշավ գնալ։ Ընկեր Տոնոյան, այդ արշավը ինչի եք մոգոնել։ Ես չեմ մոգոնել։ Դավիթի հայրը եկավ, առաջարկեց, որ իր ֆիրմայի հաշվին տանի երեխաներին արշավի։ Ասաց, որ հետաքրքիր փորձություններ կլինեն։ Հետաքրքիր է։ Պարզ է։ Իսկ դուք գալու եք։ Ես չգիտեմ, դեռ չգիտեմ։ Ասա։ Ես բան չասացի։ Մի րոպե, ինչ է կատարվում։ Ոչինչ էլ չի կատարվում։ Խոսի ծնող կոմիտեի հետ եւ տես որ օրն է ձեզ հարմար, որ գնան 2 օրով արշավի։ Մի գիշերով, այսինքն։ Լավ, կփորձեմ խոսել, բայց կարևորը որ երեխեքը ուզենան գնալ։ Երեխեքը հաստատ շատ կուրախանան։ Լավ ջան, եկար։ Այսօր շուտ ես եկել գործից։ Հա, այսօր կարայի գործը քիչ էր։ Ոնց ես։ Դու։ Նորմալ։ Մի բան ուտեմ, գնամ Ժասի մոտ։ Այսօր երեխքով հավաքվելու ենք արվեստանոցում։ Հա, շատ լավ անպայման գնա։
Մամ, ինչ է եղել։ Չէ, ոչ մի բան։ Դու քեզ նման չես, ինչ է եղել։ Սևակ ջան, բժիշկն էր զանգել։ Քիմիայից առաջ որոշակի բուժումներ կան։ Այդ դեղերը, որ խմում էիր, էլի, ասեց, որ օրգանիզմդ արդեն պատրաստ է քիմիայի։ Ու մի շաբաթից կարող ենք սկսել։ Պարզ է։ Սևակ ջան, պիտի ուրախ լինենք, որ կարողանում ենք բուժում սկսել։ Հա, մամ, ուրախ եմ։ Նորմալ ամեն ինչ։ Սյուզ կներես, ես չպետք է տենց բան անեի, սխալ բան եմ արել, գիտեմ։ Ես ոնց իմանամ, որ էլի նույն բանը չես անելու։ Ուղղակի պետքա վստահես։ Շաքե վստահեմ։ Այս ամեն ինչից հետո ուզում ես, որ ես քեզ վստահեմ։ Սյուզ, Դավոն ուղղակի շատ մեղ կա, հասկանում ես։ Ես մտածում էի, որ դու կխոսակ իրար հետ, դու իրան կոնկրետ մի բան կասես, կմերժես ու վերջ։ Ու վերջ։ Հա, տենց ես մտածում։ Շաքե, ես օր առավոտը վախենում էի տնից դուրս գայ, որովհետև մտածում էի, որ էլի ինձ է հետևում։ Սյուզ Դավոն տենց բան չեր անի։ Իսկ այն, որ ինքը հեռախոսդ վերցրել է, հա, հիմարություն է արել։ Ապուշ է էլի։ Այդ միշտ էլ իմացել ենք, որ ապուշի մեկն է։ Ինձից նեղացած մի մնա էլի։ Համել իմաստ չունի, չէ՞ նեղանալու։ Լավ, բայց էլ չխառնվես ու սենց բաներ չանես։ Երբեք։ Սևակ ջան, քեզ թարմ քամուց հյութ եմ բերել։ Ապրես մամ։ Տնայներն ես անում։ Հա։ Վաղ բժշկի են գնալու, երևի չհասցնես դասի գնալ։ Այսինքն հնարավոր չի դասերից հետո գնալ։ Չէ, ոնց պիտի արյուն հանձնես ու երկար ժամանակ սոված ես մնալու, այդքան երկար դպրոցում ոնց կմնաս սոված։ Դե գոնե երկրորդ ժամից հետո գնամ։ Չեմ ուզում բացակայեմ։ Հիշում ես, չէ, բժիշկդ ինչ է ասել։ Հա, որ քիմիայից հետո 10 օր ինձ վատ եմ զգալու։ Ու չես կարողանալու դասի գնալ։ Մի նեղվի դրանից։ Մի հատ բան եմ ասելու, բայց խոստացի, որ նորմալ կընդունես։ Ասա։ Խոստացի։ Լավ, խոստանում եմ։ Մամ, ես գիտեմ, որ բժիշկը ասել է, որ պետք չի հետաձգել։ Սևակ ջան։ Մամ, լսի, խնդրում եմ։ Ու ինձ մի փոքր ժամանակ է պետք։ Գոնե մի ամիս։ Մի ամիս։ Սևակ չի կարելի այդքան երկար։ Մամ, ուղղակի ինձ ժամանակ է պետք։ Ու հետո էլ ասեցին, որ այս 2 ամիսների ընթացքում չափի փոփոխություն չի եղել ու ագրեսիվ չի։ Մենք չգիտենք վաղ ինչ կարա լինի։ Մամ, խնդրում եմ։ Ինչի համար ես տենց ուզում, հա։ Դե որ Ժասմինը ուշ իմանա։ Դպրոցում ուշ իմանան։ Մամ, ուղղակի հենց սկսեցին քիմիան, էլ հնարավոր չի լինելու թաքցնել։ Այսպես թե այնպես վաղ թե ուշ իմանալու են բոլորը։ Գիտեմ, բայց կարանք չէ մի փոքր գոնե հետաձգենք։ Մի 2-3 շաբաթ։ Չգիտեմ, Սևակ ջան, չգիտեմ։ Չգիտեմ, վաղը կխոսենք բժշկիդ հետ կհասկանանք ինչ է ասում, բայց խոստացի, եթե հանկարծ բժիշկդ ասում է, որ դա հնարավոր չի, դու չես համոզելու, չես առարկելու ու չես նեղվելու դրա համար, լավ։ Լավ, մամ, վաղը կխոսենք բժշկի հետ։ Լավ։ Ապրես, մամ։ Ու կներես։ Երբեք չասես կներես, դու ոչ մի բան չես արել, դու մեղավոր չես։ Ոչինչ չես արել, որի համար ներողություն ես խնդրում։
Այսօր Իրիկունը կգաս ջասի արվեստանոց։ Չգիտեմ, չեմ ուզում ուշ ժամի տնից դուրս գամ։ Ես կգամ հետևիցդ։ Կարեն, չգիտեմ։ Կամ էլ լավ, կտեսնենք, եթե ինչ կզանգեմ։ Սյուզի ինչ-որ բան ա եղել։ Լարված ես, վախեցած ես ինչ-որ բանից։ Չէ։ Ոնց չէ։ Ախր առաջ որ սենց բան ասեի, կասեի չէ, ես կգամ։ Իսկ հիմա ինչ-որ բան է ինչի։ Կարեն, ամեն ինչ նորմալ է։ Լավ։ Ուրեմն կզանգեմ։ Լավ։ Այմա պարզա ինչից էր վախեցած Սյուզին։ Այսինքն։ Վեշնիստ ես Դավո։ Հետևում ես այս աղջկան։ Ես պատական էի անցնում։ Եկել ես գոնե տաղավարի ասա։ Արա դու вообще որտեղից պետք է իմանաս տաղավարի ոնց է ալնում։ Հա, չէ։ Ես ուր դուց իմանամ էդ ինչա вообще։ Այ դու գիտես, անծանոթ համարից աղջիկների ես գրում։ Իրիկունը ժամադրության ես հրավիրում։ Հա։ Մտածում էիր ոչ մեկ չի իմանալու, որ դու ես եղել։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.